Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ։ Մի քանի վայրկյան սպասենք, մեր ընկերներից կմիանան։ Դե ինչ, ընդհանուր առմամբ ասեմ հետևյալը, որ շատ քաղաքացիներ տեղյակ չէին, բազմաթիվ զանգեր էի ստանում տարբեր հարցերով, ստիպված էի լինում հետաձգել հարցերին պատասխանները հասկանալի պատճառներով, ովքեր չգիտեն ասեմ, մոտ 10 օր առաջ հայրս առողջական խնդիրներով պայմանավորված շատ չարչարանքներից հետո հրաժեշտ տվեց կյանքին, ինձ, մեր ընտանիքին ու գնաց Աստծու մոտ։ Այո, շատ հանգիստ եմ ես դա ասում, որովհետև յուրատեսակ ներքին անդորրություն կա, մոտս խաղաղություն, շատ լավ իմանալով հորս նրա ապրած կյանքը և նրա տված դաստիարակությունը, իր հարազատների, բարեկամների, ընկերների, ծանոթների ու անծանոթների հետ շփումները, դա այդպես էլ կա։ Նախ թույլ տվեք մինչև բուն թեմային անդրադառնալը շնորհակալություն հայտնել հազարավոր շատ հարգելի քաղաքացիների, ովքեր իրենց ցավակցություններն էին հայտնում, թե նամակներով, թե զանգով, թե կողքս եղան շատերը, շատ շնորհակալ։ Այո, բավականին դժվար է, ծանր է, բայց ես հասկանում եմ մյուս կողմից էլ, որ պիտի հավաքեմ ինձ հնարավորինս շուտ ու վերադառնամ բնականon կյանք, իսկ իմ բնականon կյանքը հատկապես վերջին տարիներին գիտեք, թե ինչի հետ է պայմանավորված, հայտնաբերել, գտնել, տեսնել, ուսումնասիրել այն կեղտոտ մանիպուլատիվ ու հիբրիդային մոտեցումները, որոնք որ կիրառվում են հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության դեմ, լուսաբանել, փորձել նկարագրել, բացատրել, ինչքանով որ դա ստացվում է, էլի շնորհակալ եմ Աստծուց։ Անկեղծ ասած, ես այս մի երկու օրը արդեն ուսումնասիրում էի ձեռքի հետ ինչա կատարվում այսպես կոչված քաղաքական դաշտում, ասելիքներ շատ կան, բայց դրանք հիմնականում կթողնեմ վաղվա համար, այսօր ես ցանկանում եմ մի փոքր խոսել ինձնից ու խոսենք առհասարակ այն ամեն ինչից, այն քաղաքացիական մարդու, եթե կարելի է որոշներին մարդ կոչել, պատկերացումներից և առհասարակ ինձնից մի խոսքով։ Ես մի հատ պիտի անդրադառնամ այս օրերին, նոր կարողանամ վաղվանից սպիտակ էջից սկսել իմ հիմնական աշխատանքները, որը վստահաբար ձեզ հետաքրքիր կլինի նույնպես, որովհետև արդեն լինելու են ամբողջովին քաղաքական գնահատականներ քաղաքացու կողմից։ Ուրեմն թիպվս բազմաթիվ ցավակցական խոսքերի, իհարկե կային որոշ նաև ներողություն, եթե մի փոքր հանկարծ զգաք դուրս եմ գալիս հայերեն լեքսիկոնից ու հանկարծ զգաք, որ չափերը կփորձեմ չանցնել բնականաբար, որովհետև չեմ կարող այդ երևույթներից խոսելուց շատ համեստ լինել, բայց կփորձեմ մաքսիմում զսպել ինձ, որովհետև մեծ հաշվով այդ տրամադրություններն էլ չունեմ։ Որոշ պոռնկացին երևույթներ այնուամենայնիվ աչքի ընկան իրենց տմարդ գրառումներով ու գիտեք ինչ, ես իհարկե սպասում էի, բայց դրսևորում էին նրանք քաջություն ու ինձ նշում էին, ինչը ես չէի կարող չտեսնել, եթե որոշները կարող էի չտեսնել, նմանները չէր վրդի, ես չգիտեմ, երևի դիտավորյալ նշում էին հավելյալ ինձ հունից հանելու համար այս օրերին,
Դա եթե հունից հանել են, ուրեմն կարծում եմ նաև պատրաստ են որոշ գնահատականների, որոնք որ ես ձեզ հիմա բնականաբար ցույց կտամ։ Տեսեք մեր հասարակության մեջ ինչպիսի շերտ կա մի օրինակ, այսպիսի ներողություն, եկեք այս տեղը փոխեմ, ահա այսպիսի տիկին Մարիամ Կիրակոսյան անուն ազգանունով, ով արել էր գրառում, ներողություն, ինձ նշելով, որ ես անպայման դա տեսնեմ։ Ու ես իհարկե այս ամենի մեջ քաղաքականությունը կա, ես հասկանում եմ, թե ինչու են իմ ստվերի հետևից ընկած, անգամ տեսեք 10 օր ես սքի մեջ եմ։ 10 օր ես միայն 3-2 բան եմ կիսել իմ էջում։ Ես ծպտուն չեմ հանել։ 10 օր իմ ստվերի հետևից ընկած են ու ես հերթով հեսա մի քանի բան ցույց կտամ։ Դուք սրիկաներ, դուք վախենում եք իմ անունից, դուք վախենում եք իմ տեսակից, դուք գիտեք դա, դուք վախենում եք անգամ իմ լռությունից։ Նախ, ժողովուրդ, մինչև հեսա սրա այդ գրառումը ցույց տալը, ասեմ ձեզ, հստակ ասեմ ձեզ հետևյալը, դե որ խոսել է։ Ես արձակուրդի մեջ եմ գտնվում ոչ թե այն պատճառով, որ հայրս հեռացավ կյանքից, այլ դրանից մի քանի օր առաջ իմ արձակուրդը սկսվել, երբ դեռ նշաններ էլ չկար, որ հայրս հենց այս օրերին կհեռանա կյանքից։ Իմ արձակուրդը սկսվել է մայիսի 8-ից եւ մինչեւ հունիսի 8-ն է լինելու պայմանավորված Հայաստանի ընտրությունների հետ։ Ինչի համար է դա այդպես ստացվել։ Ուրեմն հստակ ձեզ ասում եմ, բոլոր հեռուստատեսությունները օրենքի համաձայն պարտավոր են ներկայացնել այն հաղորդումները, որտեղ որ կարող են հյուրեր ունենալ, եւ հյուրերը պիտի լինեն բոլոր քաղաքական ուժերից, կա անվճար որոշակի ժամանակահատված օրենքով հատկացված եւ կա վճարովի, եթե մարդիկ կարող են վճարել, մասնավոր TV-ի մասին արդեն խոսքը եւ հյուր լինել տվյալ հաղորդմանը։ Եվ կապ չունի, որն է անդիմադիր, որն է իշխան, բացարձակ կապ չունի, բոլորը պարտավոր են հավասարաչափ ներկայացնել։ Ֆրինյուս հեռուստատեսությունը ներկայացրել է 4 պրոյեկտ, որտեղ կարող են հյուր լինել քաղաքական ուժերի առաջնորդները նախընտրական փուլում։ Դրանցից մեկը եղել է Ազատ շփում հաղորդումը, մյուսը եղել է Արթուր Կիրակոսյանի հետ հարցազրույցը, մյուսը եղել է մեր շատ հարգելիները Գագիկ Մկրտչյանի հետ հարցազրույցը, մյուսը եղել է Արա Աբրահամյանի հետ լրատվականից հետո համառոտ 10-15 րոպե եթե չեմ սխալվում, մի քանի անգամ եմ դիտել ժամանակ եղել, հարց ու պատասխանները դարձել կարելի ասել հարցազրույց։ Ուրեմն միաձայն որոշում է կայացել, ընդդիմադիրները քաքել են տակները, վախեցել են ու պատկերացեք բոլոր TV-ների տնօրեններ, բաներ, քննարկումներ ա գնում երկար ժամանակ ա, նենց չի ընտրությունները սկսվել ա նոր այդ ընտրություններից առաջ քննարկումներ ա գնում, թե ոնց պիտի կազմակերպվի ԶԼՄ-ներում աշխատանք։ Բոլորը միաձայն ասել են այո մենք հնարավոր է կօգտվենք Արթուր Կիրակոսյանի կամ Գագիկ Մկրտչյանի կամ Արա Աբրահամյանի բանից փաթեթից, բայց Գնել Սարգսյանի փաթեթից չենք օգտվի, դա բացառվում է։ Դա մեր համար կարմիր գիծ է։ Ընդ որում Գնել Սարգսյանին հարցազրույց չի, փոդքաստ է, եւ Գնել Սարգսյանը պրոֆեսիոնալ հարցազրույցավարել չի, հաղորդավար։ Վախեցել են, որովհետև շատ լավ գիտեն, որ հարցազրույցը վարելը այլ բան, այս փոդքասթում Գնելի հետ խոսալը դա շատ բարդ բան է ու խայտարակ կլինեն ոտերի մատերից մինչև ականջների ծայրերը։
Ու իսկ առանց հյուրի իմ հաղորդումը դե գիտեք հիմնականում այո ես միայնակ եմ վարում, բայց միայնակ վարելու դեպքում ես չեմ կարող ներքաղաքական դաշտին չանդրադառնալ, իմ ոդքասթը ընդհանուր առմամբ հենց ներքաղաքական դաշտի մասին է։ Ու այդտեղ հնարավոր է լինեն մի հաղորդման ընթացքում մի քանի խախտումներ եւ այդ խախտումները որպեսզի չարձանագրվեն նկատողությունների չգան ԿՀ-ից, ՀՌՀ-ից եւ այլն, որոշեցին ինձ մինչեւ հունիսի 8-ը արձակուրդ հատկացնել, ես շնորհակալ եմ, բայց իմ եթերները Facebook-յան, YouTube-յան իհարկե ես կարող եմ վարել։ Այնպես դուք սրիկա վախկոտներ եք ու այս Մարիամ Կիրակոսյանին էլ ասեմ, քո սիրելի միակ տղամարդիկ ճակերտավոր քաքլաններ են ու բացառվում է նրանք գնել Սարգսյանի հետ ինչ որ մի թեմայով կան զրուցելու հանրային ձևով։ Նրանք մաքսիմում կարող են թաքուն մտնել պաձեստ ու ինձ փորձեն հարվածել, չնայած հետո տկլոր էլի փախնեն։ Իհարկե իրանց թիվիներին պատմելով, որ վայ գնելին գնացինք, ծեծեցինք։ Ես ասում եմ, այդ գործը երբ որ վերջանա, ես այդ վիդեոները տեղադրելու եմ, դուք ձեր պապաների ղրգած չուբլեբաց կիլերների հետ նույնպես ծանոթանաք։ Այնուամենայնիվ, ինչա արել սույն տիկինը։ Սույն տիկինը ես դե գրառում էի արել, ընդ որում գիտեք հաջորդ օրը, որովհետև այդ օրը առհասարակ ես լրիվ ասած մի հատ շիվարած վիճակ էր ինձ մոտ, ու ես հաջորդ օրը հայրիկիս մահվան հաջորդ օրը գրառում եմ անում, գիտակցելով, որ մարդիկ կլինեն, որ անհրաժեշտ է, որ տեղեկանան եւ այլն, գրում եմ շատ համառոտ, պապաս գնաց Աստծու մոտ։ Սույն տիկինը, Մարիամ Կիրակոսյան, հուսամ ես եթեր ինքը դիտելու է, տեղադրում է իմ գրառումը, ահա, ու գրում է հետևյալը. Մեր Արմենի մահվան համար վրեն գրող գնել Սարգսյանի գնել Սարգսյան, ի տարբերություն քեզ ես չեմ ասի վրեն, ծնողդ մեղավոր չի, որ դու շանցից կերած Ոզի տղա ես, ես չեմ ասի, բայց ասողները շատ կլինեն, իմացի։ Ես այստեղ տեսնում եմ այս պոռնկացին երևույթի, վիժվածքի, մոր նկարը, խնդրեմ, սա է ծրթել, այսա ծրթել է են աղջկան, կնոջը, թվացյալ կնոջը, ով նման արտահայտություն կարա գրի։ Այն որ շանն ասիրում, երևի այդ շան հետ էլ հենց սեքս արել, ինչի արդյունքում ծրթվել է Մարիամը, Կիրակոսյան, ով սենց բանա գրում իմ հասցեին։ Ես բացում եմ մեկնաբանությունները, տեսնում եմ մոտ 201 կոմենտարյա, մեկնաբանություն։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այստեղ մարդասիրական կոչով են հանդես գալիս, ես չեմ ասում ի պաշտպանություն ինձ, այլ մարդասիրական կոչով, դա ինչը շատ ավելի գնահատելի է, բայց այս գրառման տակ գրած ինձ կպած ցանկացած մեկին, եթե ուզում եք անուն ազգանուններով էջերով կբացեմ, ցանկացած մեկը չմտածեք, թե կարող է սա ձեզ չի վերաբերվում։ Ուրեմն դուք բոլորը, գիտեք ոնց եք լույս աշխարհ եկել։ Դուք նախ վիժվածք եք։ Հիմա բացատրեմ վիժվածք ինչա նշանակում։ Երբ որ ապօրինի կամ օրինական ձևով մի որց եւ մի էգ հանդիպում են իրար, ունենում են թաքուն կամ բացահայտ սեքս, ինչից էգը հղիանում է, որցը ասում է ախպեր, ես տեր չեմ, ինչ ուզում ես արա, ինձնից հասնում էր սեքսը, ես արել եմ, ես տեր չեմ։ Սա որոշում է, գնա ու վիժում իրականացնի արհեստական։ Հատուկ դեղերը խմում է, գնում է ունիտազի վրա նստում է, արունախառը հելնում եք դուք։
Հետո ջուրը քաշում է, որ ոչ ոք չի իմանա դա։ Դուք մտնում եք այդ կանալիզացիայով, խողովակների միջով գնում եք դե քակցեր, տամպոն, ինչ ասես կա պատերին կպած այդ տրուբեկը մի 50-60 տարվա տրուբեք են։ Դուք չարփվում եք այնտեղ միտեղ ու որոշ օրգանիզմներ ամեն դեպքում ողջ մնալով եւ միախառնվելով մնացյալ օրգանիզմների հետ ինչ որ կենթանության նշույլներ են ցույց տալիս, սկսում են շարժվել, սկզբում ինքը կարող է լպրծուն գոյացություն լինի, բայց հետո կարող է ինչ որ կերպար ստանա, օրինակ քեզ ու այստեղ մեկնաբանություններում ցանկացած այն մեկի նման, ով որ ինձ ստեղ օգտվելով, այսպես ասած, առիթից, իմ սքի վիճակից, ինձ, իմ հորը, իմ սքի հետ կապված գրառումներ արել։ Դուք սաղդ ատենց եք ցրթվել լույս աշխարհ եկել։ Ու ես ձեզ պրյամո ասում եմ, ձեր միջից չի կարա լինի մի հատ պորճի բալա, որ որոշում կայացնի, գա այս նկարագրությունը ձեր ցեղի, ձեր մամաների ու պապաների, ձեր քուրերի ու եղբայրների, ու ես ինչքան էլ փորձել եմ լյուբոյ պարագայում երեխեքին չխառնեմ թե մամիշ, то հենց էլ ձեր բալեկի ուղված իմ է սաղ ասածը վերաբերում է ձեր օջախում ցանկացած լյուբոյ ցրտվածի ու դուք չեք կարա դեմ հելնեք ու իմ ասածների համար փորձեք մի բան անեք ոտները կկոխեմ ձեր մամայի ոռը բոզի լակոտներ ու դուք էդի շատ լավ գիտեք ու իմանալով հանդես միևնույնն է այնպես չի, որ չեմ պոկում ու չեմ կոխում թեկուզ խոսքի իմաստով, իսկ իմ խոսքը զորեղա, լյուբոյից այդ այ բոզեր, այ FSB-շնիկների ու KGB-շնիկների ճորտեր, հասկացաք արա, ու հիմա կմտնեք այստեղ շնորհակալություն կհայտնեք իմ եթերը դիտող ցանկացած մեկին իր ներկայության համար, որ ես ավելին բառացիորեն չեմ ասում, բայց դուք կարաք երևակայեք, բազմապատկեք հազարով, որովհետև իմ խոսքը ամեն օրյա ավելինա, քան ձեր երևակայությունը կարա լինի։ Հասկացաք դուք, սաղիտ է վերաբերվում, ընդեղ կա Վարդան Մխիթարյան, կա Անուշ Հակոբյան, չգիտեմ, Արմինե Գասպարյան, այս պորնիկի բալեկին է վերաբերվում, Վան Հովսեփյան, Էլմիրա Հարությունյան, Արևիկ Սիմոնյան, Սամվել Մարության, Արմեն Կարապետյան, Արմեն Լևոնյան, ու սենց 201 մեկնաբանությունից մի 20-ը երևի հանած, անձամբ ումը չկարդացի իմացեք, անձամ բոլորիդ ասա վերաբերվում, դուք սաղ կարմիր գծերն եք հատել, ու ես որիդ կարենամ հատ բրնսնեմ, ձեր լավը ծռրելու եմ, դուք ես ձեր գիշերվա պատերազմն եմ լինելու, ես ձեզ ասում եմ, 20-21 թվերին ես քաղաքականություն չէի մտնի, 1 միլիարդ անգամ ասի, ինձնից ձեզ թշնամի մի սարքեք, սարքեցիք, 6-րդ տարում դուք գրում եք էսի, ես ձեզ ասում եմ, ես հիմա լինելու եմ ձեր գիշերների պատերազմը, սա միշտ իմացեք, հատ վիզ եմ դնելու ճարեմ, Հայաստանում կլինի, Հայաստանից դուրս կլինի, սա իմ են սուրբ տեղերին է կպե, որը որ երբեք չի ներվելու, ոչ թե չի ներվելու, դուք հիմիկվանից կարաք վազեք քաղմասները ու ինչ-որ երևակայական բաներ ընդեղ գրեք, ոնց որ միշտ եք արել, միշտ, են լեննականի մուշի բաժինը, արդեն ձեներով եմ ընդեղի աշխատողներին ճանաչում, ենքան են ձեր գրածների վրով զանգել ինձ արա, հասկացաք, բայց, հիմա պիտի առաջ գնանք, որ չստացվի, սենց բանա խոսում ենք էլի, չէ,
Վերնագիրներ, չէ, հետաքրքիր, ասում էր մեր Արմենի մահվան համար վրեն գրող։ Ուրեմն ասեմ, խոսքը ում մասին է։ Խոսքը այն բջի թուլի մասին է, ով դատարանում սատկեց, ու ես այդ սատկելու օրը գրել էի վրեն։ Հիմա նաև ասեմ խեմ սատկելն ասում ու խեմ նորից այդ թեման հիշացնում։ Դուք եք ուզում։ Նախ եւ առաջ եւ երկրորդ։ Ես հեսա պատճառները ցույց կտամ ձեզ։ Երբ որ նա մեռավ, ես գրել եմ, այո, վրեն։ Մի քանի ժամ թողնելուց հետո ամեն դեպքում լինելով մարդ, ասի լավ կանի, փակեմ ես գրառում, ամեն դեպքում արա դե մի տեսակ իմը չի էլի վсё տկի։ Ու այդ օրը երեկոյան ես եթեր եմ արել։ Ու բացատրել եմ այդ ամեն ինչի մասին, ու ասել եմ լավ կանենք, Էլսա չշարունակենք։ Չէ, դուք որոշել եք շարունակել, ու դե անընդհատ շարունակել եք։ Անգամ իմ Facebook-յան էջը հայտնվել էր օպերայի Հայաթում դիմադրություն շարժում կոչված հերթական FSB-ական միտինգի այն մեծ մանիտորին, ու այնտեղ օնլայն պատում եք, թե ոնց ինձ բլոկեք։ Ուրեմն, նախ Մարիամ Կիրակոսյան, Արմենը, ձեր Արմենը, քո պապան, քո պապան, արա, դու Արմենի ինչն ես։ Սկսենք այդտեղից, հետո իմ ասածների բանը կա։ Այն որ շանը սիրում էր մերդ, որ նկարը դրել, Արմենն է դոմփ է, որ դու ծնվել ես։ Քո պապան, Արա, երբ որ մենք, ինչ որ մեկին քաղաքական առումով պաշտպանում ենք, դուք մեզ ասում եք, բա զոմբի չգիտեմ ինչ։ Հիմի Արմենը քո պապան, որ եկել ես խարխի մուրը ինձնից հանելու։ Ես իմ ասածները ամեն ինչը այնքան մանրամասն եմ հիմնավոր է, որ սկի նրա սորթի միջից մեկը չի եկել ինձ տենալու։ Դու ով ես ես բաներս գրում։ Բայց ինձ դա չի զարմացնում, քանի որ դու, ես տեսնում եմ ինչ սրիկաների ես սատարում, ինչ դավաճանների, ինչ ճորտերի, ես դա հասկանում եմ, ու հիմա ես կեզ ասեմ, կեզ չէ մենակ, բոլոր նրանց, ովքեր այդտեղ մեջները պահած ինչ-որ բան ունեն, եվս մեկ անգամ ու վերջնական բացատրեմ։ Սկսեմ առաջինից։ Ես իհարկե նրա բոլոր բառերին չեմ անդրադառնալու, 3 բան, որից 2-ը ցուցադրելու եմ։ Մարիամ, ես կարամ հիմի հելնեմ, ասեմ, ով Նիկոլի հանրահավաքին չի գալիս, վրեն գա։ Երբ որ մեկը միկրոֆոնը վերցնում կանգնում է բեմում, ակցիայի ժամանակ կամ հեղաշրջման փորձի ժամանակ ով ոնց ուզում է նկարագրի ու ընդհանրական առումով նման արտահայտություն է թույլ տալիս նա պոռնիկի վաստակ է ինչ որ հարցեր կան ստեղ այսինքն ասում է ով չի գալիս վրեն գա ու մոտ 2 միլիոն 999,000 մարդ չի գնացել Այդ մարդկանց մեջ կան մայրեր, հայրեր, որդիներ, քույրեր, եղբայրներ, դա պոռնիկի վաստակի, դա բջի թուլի արտահայտություն է։ Ու ով սատարում է նման արտահայտությունը, ոչ պակաս պոռնիկի վաստակ ու բջի թուլա է։ Սա ասում եմ ուղիղ, ավտորիտետնի։ Հասկացար թե չէ։ Գուցե չէ, բայց ես հիմա ձեր Արմենից երկու հատ նյութ հիշացնեմ, նյութ համար 1, ներողություն, մինչև մի ընտրելա ու իրա փոխել, որովհետև այսօրվա օրով միայն բացարձակ դեգեներատը կամ բացարձակ ժեխը Կարասի որ Նիկոլը, то есть դավաճանը, ազգային դավաճանը, կարա մնա ի պաշտոն է։ Մեկը ով պետք է գլուխ ուտի կերակ, ինչ ուզեցա կարիցիկ, ինչքան փող կա լափիկ։
Եմ չեմ ասում պատերազմը։ Հոգնա դարձել խոսալուց, ինչքան դուք դավաճան ու պականք եք։ Հոգնա։ Այսօրվա սաղ կառավարությունը, այդ անդաստիրակ պականք, ֆորմալ գիտելիքներով լի մարդիկ են։ Ու այսինքն ինքը մեռավ։ Ես հիմա ասեմ, եթե հանկարծ նրա հարազատներից կլինեն որ կնեղվեն, որ դարձյալ էս թեման տականում է, ուղղորդում եմ, կգնաք Մարիամ ինչաներ, էջը դրել եմ, Կիրակոսյան պորնիկի վաստակից կստանաք, կասեք արա գնելի է, այդ թեմայով մի խոսացեք։ Հասկացաք արա։ Գևոր ջան, մի երկու բառ ունեմ հետդ զրուցելու ապերկներս շատ խառն եմ եղել, բայց անպայման պիտի հեսա եթերը ավարտեմ։ Սա ասում է մոտ 680,000 մարդ ընտրություններին 21 թվի ձայն տվեց Նիկոլ Փաշինյանին։ Ինք ասում է ով դավաճանին ձեն ատավ, ես իր բնութագրումը Նիկոլ Փաշինյանին որպես դավաճան, դա իր կարծիքն է։ Սկսենք այդտեղից։ Ես էլ եմ համաձայն, որ լյուբոյ դավաճանի ձեն տվողը ինչ ասես, եթե հատկապես եթե իմանալով է դա արել, կարա մարդը պատահական է, չիմանա որ դավաճան է։ Բայց այդ դավաճանությունը ասվածը պիտի հանգամանորեն փաստարկված լինի, ոչ թե քո նման ժեղ պորնիկի վաստակի համար, այլ հանրությանը ընդունելի եւ իրավական ձևով։ Նա հասարակության 680,000-ին դու տեսար ինչ ասեց։ Սա քո պապան է, աղջի։ Հա? Սա ձեր Արմենն է։ Ես հիմի կարամ ասեմ իմ համար կոնկրետ թրքաբարո դավաճանա Ռոբերտ Քոչարյանը։ Ես կարամ ինձ թույլ տամ ասեմ, ով Քոչարյանին ձենա տվել կամ տալու կամ տալիս, նա ու ասեմ են կրկնեմ են ինչ որ սա է կրկնում։ Այո, ես կարամ անգամ հիմնավորեմ, որ նա դավաճանա թրքաբարո։ Բայց միևնույնն է, ես ինձ դա թույլ չեմ տա։ Որովհետև լյուբոյ դեպքում ինչքան էլ ես վստահ եմ իմ կարծիքի վրա, դա իմ կարծիքն է։ Հասկանում ես, դուրրակ ագարկի վաստակ, այս շանից ծրթված վիժվածք, թե չես հասկանում, սա ձեր Արմենն այո, սա ձեր արժե համակարգն է, քո ու քոպես ծրթվածների աշխարհընկալումն է։ Ես կներեք ժողովուրդ, որ հունից դուրս եկած եմ մի փոքր խոսում, բայց էլի ես զսպում եմ, որ չանցնեմ ավելի կեղտոտ տեղեր։ Սա ձեր արժե համակարգն է։ Այս արժե համակարգով վստահաբար դուք գնալու եք ընտրեք Դոդի Գագոներին, Քոչողլիներին, Սամվել ես իմ ինչով վիճներին։ Բայց ես դրա համար ձեզ չեմ հայհոյելու վիրավորելու, ես դրա իրավունքը չունեմ։ Որովհետև Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունի սահմանադրություն, որտեղ հստակ նկարագրված է մեր բոլորի իրավունքները, բոլորի, առանց բացառության, աղջի։ Հիբյոմատի ձակ։ Հիմա մյուսը։ Սա ձեր Արմենն է, չէ՞։ Հեսա, սա ձեր Արմենն է։ Նայեք։ Ложные исходные, ложная повестка дня, ложные фальшивые люди, ложные понятия, призраки. Я не зря говорю, что Армения это страна, основанная на лжи. Вот почему все лопается, как гнойные шары. Я думаю, сегодня ты что, приговор подписываешь? Пусть хлопают. Ты приговор подписываешь? Են աղջիկաս մեզ ադրբեջանցիները քեզ ծափարելու են, ասում են, թող ծափարեն։ Կներեք, որ ձայնը կամացա լսվում, ով ցանկանում է տեսնել այս նյութը, սա ես վաղուց եմ պահում ինձ մոտ, ես կարող եմ տալ ձեզ։ Ինչ է ասում։ Հիմա նախ թարգմանեմ, հիմա եթե չի լսվել ասեմ ինչ է ասում, եւ թարգմանեմ, որովհետեւ ռուսերեն է ասում։ Ասում է ողջ հայկական պատմությունը, հայերի գոյությունը, ողջ հայկական պետականությունը հիմնված է կեղծիքի վրա, փուչիկ է այս ամեն ինչը, սա ձեր Արմենն է, պորնիկի վաստակ, սա
ձեր Արմենն է։ Իմիջայլոց այս թեզը բառացիորեն 2006-7 թվականներից, որը որ ես իմ տեսածն եմ ասում, գուցե դրանից առաջ 2006-7 թվականներից ադրբեջանական դպրոցներում են սովորացրել։ Դպրոցի դասագրքային, ադրբեջանական դպրոցի դասագրքային պրոպագանդան անում Հայաստանում նստած։ Սա ձեր Արմենն է, այո, սա իմը չի։ Սա ես շատ գիտեմ ում քո պապան է։ Սա ձեր դրսևորումն ու պատկերացնումն է հայկական իրականության, պետականության ու ամեն ինչի մասին։ Սա քո նմանների ժեղ ըլնելու ապացույցն է։ Որ քո Արմենը, եթե տես, բոլորը շատ լավ գիտեն։ Ես երկու քաղաքական ուժի եմ սատարում։ Քաղաքացիական պայմանագիր, հանրապետություն, կուսակցություն։ Սատարում եմ երկուսին էլ։ Բոլորը գիտեն։ Եթե մի օր նման արտահայտություն անի վարչապետը, նման արտահայտություն անի Արամ Սարգսյանը, ես ուղիղ եթերով շատ վատ եթեր կունենամ ու կանդրադառնամ էդրան, ու դրանից հետո բացահայտ կասեմ, որ չեմ կարող ես սատարեմ ոչ իրան, ոչ էլ կարամ հարգեմ իրան սատարողներին։ Չեմ կարող, ինձնից հեռու ախպեր։ Որովհետև սա բառացիորեն իր բերանով ասած ադրբեջանական պրոպագանդան է։ Ու սա այո, ձեր Արմենն է։ Այս սա է ձեր արժե համակարգը։ Այս սա եք դուք։ Ովքեր կարծում են, որ հայ ժողովուրդը կեղծիքի վրա ինչ-որ հորինված բան է, հայոց պատմությունը կեղծիքի վրա հորինված բան է, Հայաստանի Հանրապետությունը կեղծիք է։ Դա ասում են լյուբոյ ադրբեջանցի բլոգեր։ Ու Արմենը ձեր կամրանը նույնպես է սա ասել։ Հասկացար դու, աղջիկ ջան։ Ու քեզ սատարող, քո միտքը սատարող լյուբոյի մաման էլ, պապան էլ, կրկնում եմ, քուրն էլ, աղբերն էլ, օջախի ցանկացած մեկը, ձեր ընտանեկան ճաշի մեջ շները քակեն տնեցիկով նստեք, լպստելով գտալը ուտեք, իրար բերնից էլ հոտ քաշեք։ Հասկացաք։ Սա ձեր Արմենը։ Ինձ մի անընդհատ հիշացրեք նրա մասին, մեռը գնացել է։ Էլ ես չեմ ասում, ոնց էր ինքը Շիրակի եւ Արարատի մարզի բնակիչներին, հայ ժողովրդին անվանում թուրքերի բռնաբարություններից սերվածներ, որ յանի թուրքերը բռնաբարել են, դոմփել են, բան են արել ու տենց առաջացել են այդտեղի բնակիչները։ Սա ձեր Արմենն է, ես իրան եմ մեջ բերում։ Սա ձեր արժե, ու ես իմ վերաբերմունքը իրա սատկելուց կարած ասես որը պիտի լինի։ Ու դու դա դնում ես իմ սքի օրը, իմ հորս մասով գրարման վերևը տեղադրում ու հավասարության նշան ես դնում, պորնիկի վաստակ։ Բա հերսը Շիրակի մարզից է, բա ես էլ իրա ժառանգն եմ, ոնց կվերաբերվեմ նման արտահայտությանը, մի հատ ինձ կասես, դու ոնց կվերաբերվեր։ Հիմա ես կարամ ասեմ, այս նույն բանը քո հասցեին ու քո նմանների, ու դու ասես, հա դե նորմալ է ախպեր, դե ապրի գրել է, բրավո, Աստված իրան երկար կյանք տա։ Ինչ է եղել։ Այդ որ մեկն է, որ մի պորնիկի վաստակն է։ Հետո ես առանցին կանդրադառնամ իրանց։ Ու ով որ սա ասում է, ես ասում եմ, ձեր ցեղի մասին եք ասում։ Ձեր ցեղի, ձեր սրբությունների, ձեր հերերի ու մերերի։ Ու սրանից հետո ինչ չկանգնեք, չասեք, ատելություն, չգիտեմ, պառակտում, հայ ազգը վաղուց է պառակտված երկու մասի բաժանված։ Եղել են արտոնյալ բջի վաստակներ ու եղել է ժողովուրդը։
Հիմա այդ արտոնյալ բջի վաստակները երբ որ ժամանակին եղել են, հիմա եկել ուզում են էլի վերադառնալ։ Ու ձեր նման չաթլախներին օգտագործում են հայ ժողովրդի դեմ։ Անբարո, արժեքային զրո ձեր նմաններին adzիկալոնով ձերոնց սրբությունը կարելի է առնել։ Էժան adzիկալ, խոսքս բանի մասին է, Красная звезда adzիկալոնի մասին է։ Նորմալ դուխունների մասին չի չմտածեք։ Ձեր նմաններին կարելի է ամբիպյուրով, այն որ զուգարանում փչացնում են, ձեր սրբությունները կարելի է ամբիպյուրով առնել։ Այ ետեք դուք։ Այ հենց այս գրառումներով։ Մնացածը Ժողովուրդ ջան, շանտեղ մի դրեք, ես սրանց սաղին հատ, ես ասում եմ, հատել են իրանք բոլոր կարմիր գծերը իմ սրբությունների ու իմ սքի հետ կապված, ինչի համար անես պատասխան են տալու ու հատ են տալու։ Ես իրանց վատ երազն եմ դառնալու մեկ ընդմիշտ։ Անցնենք առաջ, սրան թողնենք, այս պորնակացին շնից ծրթված վիժվածքը հիշեցիք, չէ որ նա, մի քիչ առաջ նկարագրել եմ, թե վիժվածքը ոնց է առաջանում։ Հիմա մի ուրիշ վիժվածքի անդրադառնամ, նույնիսկ կարող է հիմի մեր արցախցի շատ ընկերներ կամ ոչ ընկերներ բնութագրեն, որ Ղարաբաղցի Հայաստանցի եմ անում, ատելություն եմ սերմանում, մի հատ եկեք սաղդ ստեղ։ Ուրեմն պաուզատա։ Ուրեմն հորս մավան հետ կապված քույրս ով արտերկրում է ապրում, տոմսեր առել ու եկել էր Հայաստան 3-4 օրով, այդքան կարող էր շատ երեխաներ ունի ու գործերը։ Ու ես հետո գնում եմ նրան ճանապարհելու, պատահաբար Զվարթնոց օդանավակայանում թութու լավան բլոգեր, տիկնոջ ու երեխա ըստ ամենայնի իր դստեր հետ, ինչ-որ տիկտոկ անելով անցնում են ու տենց նկատեցին մարդիկ նորմալ բարև, բան դուք էլ եք գնում, ասեցի չէ, ես ճանապարհում։ Հիմա տեսեք դա ինչի է վերածվել որոշ պորնիկի բալեքի, մուտիլոշիկ պորնիկի բալեքի մեկնաբանությամբ։ Սա ձենը ուր է։ Մի րոպե, ժողովուրդ ջան, ձենը գտնեմ, ես ինչ եղավ։ Կամալցից արդեն երկրից դուրս Մի րոպե, կներեք, լսեք։ Ժողովուրդ, հետո ես կխոսամ։ Ասում է, մի հատ էս տեսանք։ Ժողովուրդ, հետո ես կխոսամ։ Դե ինչ երկրից գնում ենք, ժողովուրդ ջան, ընտրություններից հետո հետ կվերադառնանք, խոսք ենք տալիս, որ վերադառնալու ենք, գնում ենք հանգստի։ Վայ! Ժողովուրդ, հելով է չամադաները պատրաստ է։ Կամալցից արդեն երկրից դուրս են գալի, տենում եք ովքեր են դուրս գալի։ Դերասանը, որ արցախցիների դեմ խոսում էր, մեր հադրոթի քաղաքապետի դեմ էր խոսացել, էսի։ Ու պլյուս Ղարաբաղցիքի դեմ էր ատելության միշտ խոսում։ Մեկ է թութու լավանա, որ քարտեզը սենց գորոս դրել էր դոշին։ Բայց դեմոնց տենում եք երկրից դուրս են գալի։ Հոտարությունները ուժեղ, ասեն մանակ, լավ հոտարություններ ենք ունում։ Так что так держать ժողովուրդ չենք հանձնվում։ Մնացած սատարողներին են Ուրեմն որ ճիշտ սատարեք, որովհետև Սույն բոզորդին դավաճանության համար։ ով մուտիլովկա է անում ստեղ Մարտունեցի է, Ղարաբաղի Մարտունուց, ով կարող գուշակեք հիմա որտեղ է գտնվում, Ռուսաստանի Դաշնությունում։ Այն որ կարա ասի դե բահիլա չամադանը հավաք է թռնում են բան, չնայած վիդեոն կարճ է դրել դիտավորյալ, որովհետև այն իմ ասածը, որ ինձ հարցնում է դուք եք գնում, ասում եմ չէ, ես ճանապարհում եմ, դիտավորյալ կրճատել է, բոզորդի, իսկական բոզորդի, պորնիկի վաստակ։
մուտիլովշիկ պորնիկի բջիթուլա քյասար միամի պատահական սկզբունքով կանալիզացիաներում են վիժվելուց հետո տենց ծրտված մեծ երևույթ դիտմամբ դա կրճատ է դնում դա ջանդամ կարա էսի լավ դեմի կապիկներ են էլի լիքն են յանեմ հոամեն մեկ ինչ եմ անդրադառնում դուք գիտեք վաղուց նման ետեր անդրադարձերի վրով չեմ արել բայց տեղ ինչն է ինձ հունից հանում թե բա յանի են որ միշտ արցախցիների մասին վատ բաներ է խոսում յանի բջիբ բալա դու հենց հիմա ես քո մասին լիքը վատ բան եմ խոսալու ու вообще դա չի նշանակելու որ արցախցիների մասին վատ բան եմ խոսал որովհետեւ դու պատահական ես ցարթավել Ղարաբաղում հիմա գոյությունը տես պահպանում Ռուսաստանում քո կոնտակտներից նկարներ կա որտեղ որ դու այն անձնական բաները որ գրում են ամուսնացածը թե չէ գրել ես որ քո նախընտրելին տղա պիտի լինի եւ ցանկալի է տղա պլյուս տղա ու դու լավ գիտես որ դա կա ու այդ սկրինները ես ունեմ համբալի վաստակ դու կլինես քոպես մուտիլոշիկ ցեղդ գերդաստանդ կլինի սենց բանը տարածողների ու սենց մտածողների ցեղն ու գերդաստանը կլինի դուք պարտավոր եք գտնել վիդեո նյութ որտեղ որ ես հնարավոր է արցախցիներին բան եմ ասում պորնիկի վաստակ ես ոչ միայն հադրութի քաղաքապետին այ Կարաբախսկի սախ կլանի մամային մլել եմ ու մլելու եմ Կարաբախսկի սախ կլանին ովքեր որ հայ ժողովրդին թե Հայաստանում թե Արցախում սնանկացրել են ապագան կործանել են կյանքները արունները խմել են սրանց մլել եմ ու մլելու եմ ու դա հեչ արցախցիների մասին չի ինչ վերաբերվում է արցախցիներին պորնիկի ձակ իմ աղբերները ես իմ գործունեությամբ իմ կյանքն եմ դրել ես դեռ չեմ ասում պատերազմը որովհետև արդեն ես հասկացել եմ որ ձեր նման բջի թուլեքը շատ всё равно են վերաբերվում պատերազմում մասնակցածներին, то անգամ զոհվածներին։ Դուք կարաք ասեք 5000 զոհ է եղել, կարաք ասեք 50000 զոհ է եղել։ Դուք կարաք 1000 հաշմանդամություն ունեցող ասեք 10000 հաշմանդամ։ Դուք ձեր համար մեկ է։ Դուք կարայք հետո գնայք սպասիբա Ռասիի, դուրս գայք սպասիբա Պուտինու, հիշեք DNR-ն ու Լուգանսկի ու Դոնեցկի ինքնավար մարզերը, երազեիք, որ դուք էլ միանայիք Ռուսաստանին, դրանով պղծելով եւ ուրանալով թափված արյունը հայ տղերքի։ Դրա համար ես դրան չեմ անդրադառնում։ Դրա միջով ինպես ինձնից լավ 100,000-ով տղերք են անցել։ Իզնից շատ ավելի լավ տասնյակ հազարով մարդիկ են անցել, ես դա չեմ անդրադառնում։ Պորնիկի ձակ։ Ես անդրադառնում եմ իմ կյանքին Արցախի հետ կապված։ Դեռևս դու ինձ ասում ես, որ ես արցախցիների մասին դες բանա ինչ-որ ատելության խոսքեր բաներ եմ տարածում, այ մուտիլոշի պորնիկի ձակ։ Դու արա։
ու դրա տակը գրած են Ղարաբաղցիներին եմ ասում, արցախցիներին չէ։ Այդ նյութի մեկնաբանությունների դաշտում Պորնիկի վաստակի պես Են Ղարաբաղցիներին եմ ասում, ովքեր ես մուտի լովկին դաբավկեք են անում իրանց արևին։ Դուք սաղը թուրքի ծրթված եք, դուք թրքի բալեք եք, ու դա ձեր համար, ես ինչ որ ասում եմ, հեչ վիրավորական չի, որովհետև դուք գիտեք, որ դա տենց է։ Եթե դուք ուզում եք հասնեք նրան, որ գնելը մի օր նա դայել կլնի ձեր նման պորնիկի վաստակների ձեռը, ու ընդհանրական քֆուր կտակ ասի դու սիկտիր եղեք դուք էլ ուսած ընդհանրական քֆուր կտա դուք չարաչար սխալվում եք գնելը միշտ ասում է այն ինչը որ ինքը կարա հիմնավորի ապացուցի ու ինչի տակից կարա դուրս գա ու ինչը որ տենց է հասկացա կարա այ փախածներ այ փախած բառից էի կարա վատանում Այդ փախած բառը ձեզին ես նեղել էր Այդ ինչից էիք նեղվե Ձեր ջոգելով ոչ ոք չի տեսել ոչ մի բան Ամեն մեկը ջայլամի պես գլուխներդ խոթել եք հողի տակը Ջոգել եք որ դուք չեք տենում ուրեմն ոչ ոք չի տենում Ես մաքսիմում փորձել եմ այս թեմաների մասին քիչ խոսալ Որովհետև ես գիտակցել եմ, որ դա բոլորին կարա վնասի, բոլորիս, անկախ լավից, վատից, լավ տղուց, պորջի բալից, կարա բոլորիս վնասի, ու շատ բաներ չեմ խոսել, բայց այդ շատ նեղվողներին, տո հենց եմ ելես դու փախած, պորնիկի ձակ ու ձեր նմանները, Դուք իմ պետության մեջ եք, աստեղ տերը ես եմ, դուք կուզեք ապրեք իմ տան մեջ, ես ձեզ պայմանները ասում եմ որն են, կլինեք աշկիս լուսը, չէ, ես չեմ կարա թույլ տամ իմ տան մեջ դուք թքեք, հասկացա կարա, ու ձեր նման, մի 100-200 պորնիկի վաստակ չի կարա հասնի նրան, որ ես արցախցիների մասին ընդհանրական վատ խոսույթ կիրառեմ կամ պատկերացում ունենամ, որովհետև ես իմ ապրած կյանքը գիտեմ, դուք ինչ գիտեք։ Ձեր նմաններին, որ հավաքեմ միտեղ, չնայած իմ արմատները լրիվ ուրիշ տեղից են, Բայց ձեր նմաններին հավաքեմ միտեղ, ձեր միջի լավ Ղարաբաղցին ես կլնեմ, արա։ Բոզի թուլեք։ Խարխի տանթիկից թռած սպերմատազոիդներ։ Փախնում են։ Փախել եք, արա, ձեր արշինով եք չապում, ում, արա։ Դուք որ սրա նրա որի հետևից քաքի ճանջի պես տազալով ֆռմ եք, որ ձեզ խեռի տեղ դնող ելնի արա, դուք ձեր օջախից լյուբոյը, գնել է հետ վաղտ նրանց դեմ կռիվ էր տալիս, միտինգ էր անում, ջրցարի տակ էր ընգնում, փաշալարերի վրա էր ընգնում, բռնում էին որ տանեին, ջոգում էին չէ լավ, դերասանա մի քիչ շատ արդեն կլնի կայնի թողենք, ու հազար, երբ որ դուք նոր ցրթվում եք թուրքից, գնելը, են ձեր փախած երկրներում, հայկական գրադարան ու հայկական մշակութային կենտրոններ ու հայկական թատրոններ էր ստեղծում, դուք ով եք արա, դուք ով եք, Մուտի լովկեքով եք զբաղված տեղ, էտա ձեր թապը, էտա ձեր թապը արա, դուք չեք կարա բան խոսակ, շիրա եք տալիս Ղարաբաղցիքին, որ իրանք խոսան, էտա ձեր թապը, այդպես քաղաքական հերդ,
Քոչարյա Ռոբերտն էլ մի հատ նյութ ունի, բայց այդ դրանց մասին վաղը ուրիշ լեքսիկոնով, արդեն մեր գործով բան, ես այսօր sense այս 10 օրվա լռությունը, որ ես լուր քաշել եմ իմ ցավի հետ այս վիրավորանքները, ես այսօր հենց այդ եմ արտահայտվում։ Վաղը այդ քաղաքական մեր կացումները կտենաք դուք։ Այն էլ էր քոպես բոզի տղու նման կանգնել էր, ասում էր, գիտեք, նա ասում էր Ղարաբաղցիները փախել են, արցախցիներ պատկերացնում եք, ձեզ ասում է, որ փախել են, չէ, արա, իրանց չի ասում, քեզ ասում, քեզ, այ շակալներ, այ փախածներ, դուք մի կցեք նրանց, կոնկրետ ձեզ, ու ես էլ եմ ձեզ ասում, ու ոչ թե Նիկոլը ասում է, դրա համար եմ ես ասում, երբ որ Նիկոլը չեր ասե, ես ասում էի ու դուք գիտեք, որ ասում էի, հասկացաք արա, դուք Հայաստանցի Ղարաբաղցի անողներդ եք հենց, են որ կանգնել եք, ասում եք 90-ականներին արցախցիներն են մենակ կռվել ու իրանք են հաղթել, են որ մեր զինվոր, մի տարական հենց ես բան ասեմ արա, այ բջի թուլ եք, դուք Ղարաբաղի բանակից կուրսի եք, հադուտի քաղաքապետից էիր խոսում արա, հələ ինչ սաղ հələ են ինչ որ խոսացել եմ, ես իմացածներին ես 6 տարի ամեն օր էթիր եմ անում օրալնում 2 անգամ մեկը տելևիզով, մեկը իմեջով, հələ մի հոգի է ֆայմել ինձ դատի տա, իտո քաքի մեջ է հայտնվել, իտո Ռուսաստանից, կոպես փախած մեկը, որովհետև սաղ գիտեն իմ խոսքի տակը, էլի ինչ էր կան, շատ լավ գիտեմ, հիմա ես բան եմ ասում քեզ արա, ես ծառայել, քեզ չեմ ասում, այսինքն, ցած թեմայի մեջ եմ ասում, դու փոքր ես քեզ բան պատմեմ ինձնից, բան, դու ով ես, այ բջի թուլա, դու ով ես, ու ասեմ, այդ խունտայով ձեր, կգաք ինձնից ստանալու, մատ կպլրոտեք, պլոճիկներդ կձգեք, կգաք ինձնից ստանալու, լտենամ ով եք գալի, Եղավ սաղիտ ասում եմ, դուք պորնիկի վաստակներ եք, ձեր ընտանիք ցեղով, սաղիտ ասա վերաբերվում, ով որ ընդ է բան էր գրել, ես թեմայի հետ կապված ինձ բան էր բշտե իր արևին, ուրեմն, թռածներ, քաքլան փախնողներ, 97-99 թվերին եմ ծառայել, իզնից հետո իմացել եմ ոնց է ծառայությունը, բայց ես իմ ծառայությունն եմ ասում, Վահագը Ալեքսանյան մի օր կանգնավ, հայտարարություն արեց, ասեց արա դուք մայկատտա ռուսիկ ծամողներ եք, նասկի ուտողներ եք, զինվորի, հա, ուա հիմնավորեց, ասեց ես մեկը ծառայել եմ, բանակը ինձ ներքնազգեշ չի տվել, ու սաղըտ սկսեցիք ծաղիրի ենթարկել, որովհետև ձեզ էտի չէր հետաքրքրում, դուք չեք հետաքրքրվել բանակին, հայ տղերքը, որ 400 կիլոմետր գալիս են, Ղարաբաղում ծառայում են, էտի ինչ է նշանակում, դրա համար դուք ծաղրի են, որտեղ սաղըտ փախածներ եք, դուք գիտեք ինչը ինչոց, հա, բա, անտերուսիկ է եղի ուրեմն, այդ ձեր մաքսիմումն ասա, Իսկ նա չի ասել, որ անտորուսիկ եմ եղել, ասել բանակը ինձ չի հատկացրել։ Ես ծառայել եմ 97-99 թվականներին։ Ես ունեցել եմ տռուսիկ մայկան նասկի։ Բայց ես ուղիղ ասում եմ, բանակը ինձ երբևէ չի հատկացրել դա, իսկ դա պիտի հատկացներ։ Գալաչկեն եղել է, փող է, եղել է ծամել են։ Ես ոնց եմ հայթայթել, ես գիտեմ, դրա մի մասը իմ ծնողները գիտեն, 450 կիլոմետր էս կողմից, իս ներքազ վաղտ է եղել, ստիպված են եղել ներքնազգեստ ուղարկեն։ Պորնիկի վաստակներ, էդի ձեր տանձին չի եղել, ու ասեմ, սա ինձ չի վերաբերվում, հիմա ես, տես, եթերով ասում եմ, Կոնկրետ 97-99 թվերին Ղարաբաղում ծառայած տղերք։ Եթե մեկը բանակում
ստացել եք ներքնազգեստ կանոնավոր ձևով։ Աստեղ գրեք դրա մասին։ Գրեք, թող սաղտերան, որ ես գուցե խափում եմ։ Կգրեք դա։ Դրանից հետո չգիտեմ, չէ, գիտեմ, բայց դա իմ ապրած կյանքը չի, բայց մնացածներն էլ կարող են գրել։ Ես սա խոսում եմ ներքնազգեստից էլ, ինչը դուք ծաղրում եք։ Այդքան եք թքած ունեցել, ձեր հողու ջրում, Արցախում, ձեր տան դեմը ծառայող զինվորի վրա։ Ու նրա ծառայության վիճակի վրա։ Այդ ձեր աֆիցերներն էին, որ երբ որ Մալադոյը մտնում էր չաս, ասում էին Հայաստան այ թե Ղարաբաղը։ Ու հերթով սկսում էին ջարդել, կոտրել սալդատներին։ Չկոտրվողները իրանց կյանքի հետ ինչ էր ստացվում, էդ էլ գիտենք։ Մի մասինը մի ձև, մյուս մասինը մյուս ձև։ Ու գիտեք ինչ, ասի չենք լացում, որ իմ մեծ մայքատիրիցիկ չեն տվե։ Մենք խոսում ենք բանակը, պապայիտ ու են մյուսների վաղտ ինչ ա եղե։ Ու խոսում ենք ամենատարրական բանից, հələ որ, են որ դուք ծաղրում եք։ Դուք ծաղրում եք մեր բանակի են վիճակը, որը եղել է Ղարաբաղում, Թուրքի դեմը կանգնած։ Ու օրական ունեցել ենք զոհեր, օրական։ Այդ զոհված տղերքը ծնող չեն ունեցել։ Ոչ միայն զոհեր, սպանություններ, որոնք որ գրում էին, որ իբր զոհվել է, որ մեկին ազատ են պատասխանատվությունից։ Շատ ես ուզում շատ բան պատմեմ քո սորթի անշնորհակալ կարգավիճակի մասին արա։ Շատ ես ուզում։ Դա կպատմեմ, անսպառ կպատմեմ։ Անսպառ կպատմեմ։ Ոչ միայն պատմել։ Ես այն ծառայությունն եմ անցկացրել տղա 97-99 թվերին, որ հələ մեծ ձերոնց հարցերը կասեն 97-99 թվերին բանակտեղ ապարատ ունենալը ինչ էր նշանակում։ Ես ապարատ եմ ունեցել, ոնց էր այսօր ասում Քոչարյանը, մենք Ժիգուլի ենք ունեցել։ Ֆոտո ապարատ եմ ունեցել ու սիրուն նկարներ ունենք լիքը։ Դա ես էլ իմ մասին, բայց խեղճ ու կրակ տղերքի մասին։ Ու դու այսօր ձեզնից մեկը որոշել է գվգվա, որ ես եթե ձեր տեղը լինեի, արա ես կդադարեցնեի իմ գոյությունը։ Կարա ես էդի գիտեք ինչ, ժողովուրդ չա, ես ուզում եմ ճիշտ հասկանանք։ Շատ բաներ կա, որ մենք չենք, ես մեկը, իմ մասին ասեմ, եկեք, որ ոչ մեկ այդ բան Ես ժամանակին ուրիշ ձև եմ մտածել։ Ես ժամանակին ոնց որ մտածել եմ, այդ իմ մտածածի շուրջ 1000 հոգու կարայի ծալեի, եթե հարցեր տային։ Ես այդքան համոզմունքներ եմ ունեցել։ Այսօր ինձ համար նույնպես շատ դժվար է ըմբռնել, որ ես իմ պատմության հետ կապված շատ բաներ ոնց որ սխալ եմ իմացել։ Այդ ինձ շատ դժվար է։ Ու ես այսօր իմ հարևանով պատմաբանը նստած ու իմ մյուս ընկերը արը զրուցում ենք, ես հարցեր եմ բարձրաձայնում, ասում եմ ախպեր, ես այս հարցերը բարձրաձայնում եմ, ես գիտեմ դուք ինչ եք պատասխանելու։ Ես այդպես կպատասխանեի մի քանի տարի առաջ ու կռիվել կանեի, ես վստահ եի այդ պատասխանների վրա։ Արա, բայց ոնց որ էդի այդպես չի։ Չէ, կարող եմ ես դուր չի գալիս, որ էդի տենց չի։ Արա, բայց էդի տենց չի։
որովհետև սաղս ենք ապրել մուտի լովկի մեջ։ Մենք եղել ենք մեր ոչ միայն բանը, քաղաքական ղեկավարները, մենք որպես ժողովուրդ եղել ենք գործիք կայսրությունների ձեռքը, ովքեր մեր մեջ թարմացրել են այս խոսույթը կամ են խոսույթը, մենք անասունի պես կրկնել ենք լիքը, դիստացում բանը, ուսես, ունես պտի եթենք ու եսի մինչեր անեն, այն նրա օգտին նրա դե, հետո նրա օգտին նրա դե, ու նրանք անընդհատ, ես չեմ ասում, բնական է, որ ես չեմ ասում, որոշ բաներ չեն եղել կամ չկա գույները խտա, չէ, ընդհակառակ շատ դեպքերում անգամ գույներ չկան, ոչ միայն խտա, բայց միտքը, արմատը, հիմքը այլանդակած է, ու այդ հարցերի պատասխանները այսօր հլը ոչ ԿԳՄՍ նախարարությունը, ոչ գիտությունների ակադեմիան, ոչ դպրոցը, ոչ ինստիտուտները հələ իրենք չեն հասցնում բավարարեն, որովհետև մնացած լեն դաշտ է բացվել, որտեղ այդտեղ ցարա։ Ես ինքս, արա, ոնց ես ասեմ, մի հատ պատմություն պատմեմ։ Մի 15-20 տարի առաջ էր, մաֆիա ենք խաղում, մինչև մեր ընկերներից մեկը կա, զրուցում ենք, ու ընդեղ տղերքը ունևոր ընտանիքների ժողովուրդ է, բայց ամեն մեկը մտածում է, եթե մի 50 միլիարդ ունենար, ինչ կաներ, պատկերացնում եք, տենց ապուշ խոսակցություն է մի հատ ծավալվում, մի 20 տարի առաջ չէ հետո, աներևակայելի բաներ, հետո, ինչ-որ ստացվեց, որ ոնց որ սաղ նայեն ինձ, յանի ես ինչ կասեմ, որս դե ինչ պիտի անի, Ղարաբաղը կարն է, ախպեր կնվիրե Հայաստանին, վсё։ Ապի լրվան, որովհետև այդ վաղ տես բաներ հնարավոր չէր մտածել, ինչ Ղարաբաղը առնել տալ Հայաստանին, ու սաղ այդ մտածել եք, թե Հայաստան Ղարաբաղը մերն, չէ Ղարաբաղը հայկական է, ու լինելու է միշտ հայկական, Ամենայն դեպս ինձ համար, կարող է սրանման պորջի բալակի առաբաղսկիների համար չէ, բայց ինձ համար հա, ինձ համար ոչ միայն Արցախ, այլ շատ բաներ դեռ, իրանք իմ հայկականն են, բայց Հայաստան չեն եղել, չեն, կուզեմ լինեն Հայաստան, իհարկե կուզեմ, ես ապոս չեմ չուզեմ, բայց ես պիտի նայեմ իսկ գինը որն է, և ռիսկերը որոնք են, Գիտեք ինչ, եթե այսօր լիներ մի հատ կուսակցություն, որ ասեր, հա, հենց էլ գնալու ենք կռվով հետ բերենք, ես ոչ թե կմտածեի, որ սա պատերազմի կուսակցություն չէ, այդ պատերազմի կուսակցություն ասվածն էլ բան չի, հարցը ընդեղ է, իսկ ստավկեն որն է, ինչն ենք ստավկա անում, խաղադրույքը որն է, եթե կասկածի տակ է դրվում, դրվելու Հայաստանի Հանրապետությունը ու նրա գոյությունը, ես չեմ կարող ռիսկաբատ անեմ, ես մի քիչ էլ ինձ կզսպեմ, մի քիչ էլ ինձ կտիրապետեմ, տո միշտ կզսպեմ ինձ, հույս պայպայելով, որ մի օր երբ որ լինի հնարավորությունը կիրականացնենք, էսի մենք հիմա, այս տարածքում ապրող ժողովուրդ չենք կերպարով, որ ասենք մենք հիմա պետք է ազատագրական պայքարներ սկսենք, ոչ, մենք պետություն ունեցող երկիր ենք, ու մենք պիտի հասկանանք, որ մեր պետությանը չի կարելի չարդարացված վտանգի տակ դնել, ու հարցը չմտածեք պատերազմից խուսափելն է, դուք խաղաղության գինը չգիտեք շատերը տարա, չգիտեք, դուք չգիտեք խաղաղությունը մենակ այն չէ, որ սահմանին զինվոր չի զոհվում, Խաղաղությունը մենակ այն չէ, որ ծառայությունը դառնում է տարի ու կես, չէ, խաղաղությունը տնտեսության զարգացումն է, խաղաղությունը առողջապահության ոլորտի զարգացումն է, խաղաղությունը կյանքի որակի բարելավումն է, խաղաղությունը պետության ուժեղացումն է բոլոր ուղղություններով, հասարակ օրինակ, խաղաղությունը գիտեք ինչ է,
Ուրեմն ես ապրում եմ Բանգլադեշում, ստեղից համ Արարատի մարզը համարում է, այս տարածքներում է։ Մենակ այս տարածքում պատմական 5 հատ մայրաքաղաք կա։ Հազարամյակների պատմություն ունեցող։ Ոչ միտեղ հələ պեղումներ չկան։ Ոչ միտեղ հələ իմ երեխան մենակ կարդացել է դասից, դպրոցից, հələ չի գնացել քարտեն է մի հատ։ Խաղաղություններն է, որ այդ 5 մայրաքաղաքն էլ հնարավոր է մի օր սկսեն հատկացնել ֆինանսներ ու պեղումներ իրականացնել պատմությունն է մեր վերակ։ Այ հենց այդ է։ Դու ինչ գիտեք խաղաղություն, դու պատերազմի վաղ թռածներդ, ինչ գիտեք խաղաղությունն ինչ է։ Դուք հակամարտության հրադադարի ժամանակ պետական բյուջե լափածներդ, դուք ոնց կարաք իմանաք խաղաղությունն ինչ արժի։ Որտից պիտի իմանաք, մի հատ ինձ կասեք։ Ձեր որակական հատկանիշները, ձեր մտավոր ընդունակությունները չեն կարա բավարարեն, որ դուք հասկանաք խաղաղությունն ինչ է։ Դրա համար դուք մեկնաբանում եք, Ղարաբաղի տվեցի, որ խաղաղ ապրեն։ Բա որ հանկարծ պարզվում է, որ Ղարաբաղը ձեր պապաներն են տվել։ Ինչի՞ նույն սկզբունքայնությունը չեք օգտագործում։ Բա զոհվածների վիրավորների անուններ եք տալիս։ Բա հիմա ինչի նույն ինտենսիվությամբ են ձայնագրությունները, որ դուրս է եկել, որ պատերազմի ժամանակ հաշմանդամ դարաստղերքին քֆուր են տալիս, խլեշ քֆուր են անում։ Ինչի մեկի ծպտունը չի ելնում, արա, բա ձեր տաշի Սամոյի Պորրիկի վաստակ թիմակիցներից ոմանք են անում։ Բա մի հատ հելեք խոսացեք, արա։ Մենք հաշմանդամ տղերքի դարդն էիք լացում կամ զոհված տղերքի, որ թիվն էիք ուրցնում։ Բա հələ կասեք հլեյտով այդ ձայնագրության միջի պորճի լակոտ հələ ցույց տվեք հրապարակեք դրան, ոնց արա մեր հաշմանդամ տղերքին, էս ինչ են ասում արա, բրի տղա ու ոչխար են ասում արա։ Հա, այդեղ մի 50-60 հատ կայք մի անգամից սենց խարաբ եղած վերնագրերով չի սողոսկել ձեր ուղեղի մեջ, դրա համար դուք թութակի պես սենց չեք կրկնում, որովհետև դուք ձեզ սեփական մասնավոր անձնական կարծիքն ու մտորումը չունեք, ձեր ուղեղի կռիչք են, որ բացենք մեջը, ուղեղի տեղը միացած քառակուսի կուբիկ է, այդ կուբիկն էլ որ բացենք, մեջը պուջուր ուրիշ կուբիկներ են, ու վсё, քառակուսի կուբիկներ։ Հասկացաք։ Ես հələ ես 10 օրվա իմ լռությունից օգտվողներին եմ հələ թեթև մեղմ անդրադառնում ու իմ ցավը շահարկողներին ու վիրավորողներին ու եթերով չեմ բավարարվելու բնականաբար։ Դու ուզեք սա սպառնալիք ընդունեք, վազեք քաղմասները, կելեք, դավայ, ոնց կաք մտնել դրսևորեք ձեզ, զարմացրեք ինձ, զիս։ Ես ձեր վատ երազն եմ դառնալու, եթերներով չէ։ Ու դուք դա գիտեք, դուք իմ սկզբունքայնությունը 6 տարի է ձեր մամաների մաշկի վրա զգում եք։ Շատերը ասել են, կեսից ձանձրացել են, կեսից մոռացել են, ես ինչ ասել եմ, մինչև այսօր բերել եմ։ Ինչքան կարացել եմ։ Շատերն ինձ ասել են, լավ դե գնել չհոգնար դրանից ձանձրացալ ես թեման եմ, ասել եմ ախպեր, բա ասել եմ, խոսք եմ տվել։ Ու այս ձեր նման պորճի բալեքի վտանգավորությունը հենց այդտեղ է կայանում, որ դուք հելել եք, մուտիլովկա եք անում, թիրախավորում եք ինձ, իբր ես կարող է արցախցիներին բան եմ ասել, նախ ես կարող է և նախ ես վաստակել եմ իրավունք շատ բաներ ասելու մեծավարի ախպերական,
Բայց ես չեմ, բայց չի կարա տենց բանը լինի։ Չկա տենց բան։ Ու ձեզանից որևիցե մեկը տեսեք ուղիղ եթերով ասում եմ, դուք կճարեք մի հատ տեսանյութ Են ինչ-որ բան եք չէ լսել, որ կարծիք եք կազմել, այ յոլոպուկիներ։ Կճարեք մի հատ տեսանյութ, որտեղ որ ես արցախցիներին բան եմ ասում։ Ես չոքած իմ տնից, Բանգլադեշից, մինչև Էջմիածին չոքած ներողություն գոռալով կեթամ քանի օր ուզում է հետի քաշի։ Բայց եթե ես եմ ճարում տեսանյութ, որ ճիշտ հակառակ ասել եմ արցախցիներին ընդհանրական մեկը բան չասեք, տո հենց իմ ընկերներին, տո երբեմն այո կոպիտ ձևով, երբ որ մի արտահայտացին բան ասել եմ չասեք, կամ ցույց եմ տալի ես ոնց եմ սատարել շատ բաներ, դուք եք չոքած ձեր տնից ներողություն գոռալով գնում ավելի Էջմիածին։ Ու հենց հիմիկվանից վիճակը գծած է։ Դուք կարաք ինձ նվաստացնեք, եթե ճարեք մի հատ այդպես նյութ։ Քանի չեք ճարել, ես ձեր օջախի էքու ворցին, ձեր սաղ սրբությունների մեջ եմ։ Քանի չեք ճարել։ Որտե կեղտոտ բան է, աշխարհի ամենակեղտոտ բանը է մուտիլով կեն անելը, նման մուտիլով կանելը, ու ես այո, ձեզ խլեշ եմ անում, ձեզ սրբություն եմ քրվում։ Արդակած ունենալով ձեր պատկերացած սրբությունների վրա արա։ Դուք կրկնում եմ անցել եք սա կարմիր գծերը։ Դուք հասցրել եք սրան։ Գիտեք ինչ, ես ես 10 օր իմ ձենը համարյա չի ելել, սկիտունը չի ելել իմ ձենը։ Ես իմ ցավով իմ մտքերով եմ, ես իմ գիտեք, դուք չեք պատկերացնում, ոնց եմ ես լուր ես 10 օրը տարել, չեք պատկերացնում։ Ու դրա համար ու դուք իմ սրբությանն եք կպել։ Դուք ծաղրել եք իմ կարգավիճակը այդ պահին։ Նենց որ, առավել ևս որ քպայական էլ չեմ, այսինքն նենց չի էլի, որ կաշկանդված եմ բերանս բացելուն, նենց որ առաջիկայում ինչքան ձեզ ոնց վերաբերվեմ, մի հատ պորճի բալա չլնի, հելնի ասի գնելը ատելություն է սերմանում։ Քանի հրապարակային ներողություն չեք խնդրել հերթով ինձ նշելով, դուք իմ համար, ոչմ ձեզ սրբությունները իմ համար ունիտազ է, ու վեշնի, ու եթե ձեր հանդեպ պետք է ատելություն ունենամ, վրեն թե չեմ ունենա, հասկացաք արա։ Fake կլնեք, դեմք կլնեք, ով որդ ուզում եք եղեք, որդ ուզում եք եղեք, փախած բջի ծնունդներ, Արցախը հանձնած պոռնիկի ծնունդներ, ձեր հայրենիքը ծախած քալի պես թռած պոռնիկի վաստակներ։ Գավարա ատելություն եք ուզում, ջաններիդ վրա եք զգալու, ջաններ ձեր օջախի, ձեր մերը տանքալու ասի գնելա իր ատելությամբ, արդեն որս ծավացրեց, մի հատ վազիլին բերեք։
Ժողովուրդ ջան, ես 1 միլիոն հատ բոլորիդ ներողություն եմ խնդրում ոչ կոռեկտ ձևակերպումներիս համար, բայց ինձ թվում է դուք էլ եք հասկանում, որ ինչքան փորձում եմ գոնե նենց բառեր կիրառեմ, որոնք որ այդքան էլ փնթի ու կեղտոտ չեն, ինչքան փորձում եմ համեստ ձևակերպել, ես 1 միլիարդ անգամ բոլորիդ ներողություն եմ խնդրում այս ձևակերպումների համար։ Ես իհարկե վաղվանից մենք արդեն քաղաքական թեմաների մասին ենք խոսալու ու բնականաբար շատ ավելի այլ տրամադրություններով ու խոսույթներով, բայց ինձ էլ ճիշտ հասկացեք, ես Facebook-յան այս եթերը այս ձևով գոնե առնվազն չէի կարող չանել ու դիտավորյալ հենց Facebook-ով, YouTube-ով չէ, որպեսզի ես ոնց հասկացա իրանք Facebook-ից է սիրում օգտվել, սա տեսնեն, իսկ վաղվանից իմ եթերները կլինեն հիմնականում YouTube-ում, այնպես որ ովքեր գրանցված չեն, ապա խնդրում եմ գրանցրեք, մենք շատ բաներ կքննարկենք, շատ մեզ հարիր, մեր դաստիարակությանը հարիր, մեր բուն տեսակին հարիր ձևով, պրոստը որոք շպորնիկների վաստակին անդրադառնալուց քաղաքակիրթ ձևով դա անհդարական, 1 անգամ, 5 անգամ, 10 անգամ, բայց գծեր կա, որոնք կներեք, դա այդպես է, չեմ կարող ուրիշ ձև։ Այնպես որ ձեզանից կոնկրետ գիտես Կարինե ջան, ես տեսնում եմ, որ վարչապետի լայվերի տակ ինչեր են գրում։ Ես շատ իմ լայվերի տակ էլ են գրել ու գրում։ Ես կարող եմ ասել ավելին։ Ասենք մեկը ես, այդ ամեն ինչը այնքան եմ տեսել։ Երևի շատերը շատ բան չեն հիշում կամ նոր են դիտում իմ եթերները կամ իմ գործունեությանը նոր են ծանոթանում, բայց այն բաց կաբելների վրով անշահախնդիր ձևով իմ պետության շահի հետևից ոնց որ ես եմ վազել ոտաբոբիկ։ Շատ շատերը չեմ վազել։ Իհարկե ձեզանից շատերի սատարումով ոգևորվելով հիմնականում։ Բայց գիտեք, ուրիշա պաշտոնյան, ուրիշա շարքային քաղաքացին, ով ունի իրավունքներ։ Սա իմ երկիրն է, իմ պետությունն է։ Հիմա ընտրություններ են։ Այսինքն ես իմ տունը, իմ պետությունը պիտի տամ մեկին, որ աշխատացնեն։ Չէ՞։ Ու ես կներկայացնեմ վաղվանից քիչ-քիչ, թե ում չի կարելի վստահել մեր տունը, որ աշխատացնեն։ Որովհետև դա կարա լինի աղետալի ու մենք ոչ թե միայն եկամուտ ունենանք, օրինակ, արենդայի տեսքով, հա, օրինակ, այլ հակառակ կործանեն ու մենք դրանից հետո չկարողանանք ոչինչ վերականգնել։ Բայց այն ինչ որ գրում են, ոչ միայն գրում են, դու չես տենում ինչ մուտիլով կեկենտը 5-րդ տարին է, արցախցիներին սրսկում են, որ գնելը ատելություն է տարածում ձեր հանդեպ, գնելը, գնելը, ու մեկը չի ասում, հեսա, այ հեսա, տեսեք ստեղ։ Տիգրան ջան, իրանք այդ պատիժները կերազեն իրավապահ մարմիններից ստանան, կամ դատարանի վճռով ստանան։ Սա իմ մասով էր, սա այս ընդհանուր առմամբ, եկեք շատ էլ բան չանենք ժողովուրդ ջան։ Մնացածը վաղվանից մեր բնականոն գրաֆիկով կընթանանք։ Եվս մեկ անգամ ներողություն խոսույթի համար եւ շնորհակալություն բոլորիդ, թե նամակներով, թե մեկնաբանություններով, թե զանգերով ձեր ցավակցությունները հայտնելու, ձեր վշտակցությունը ներկայացնելու, ձեր սրտացավությունը ներկայացնելու, ձեր հոգատարությունը ներկայացնելու համար, նենց համար շատ անգնահատելի, դա թանկարժեք ձեռքբերում է։
ու դա ինձ համար չափազանց կարևոր է։ Սենց տահակներին մեկ-մեկ իրանց տեղը պիտի ցույց տաս, բայց հետո էլի շարունակես աշխատել, ապրել, գործել հենց այն մարդկանց համար, ովքեր քեզ հարգում են, քեզ վստահում են։ Ուստի ինձ համար շատ պարտավորեցնող է ու բնականաբար գործունեությունը ես էլ պիտի շատ արագ հավաքեմ, այս պետության համար ճակատագրական կարևոր շրջանում աշխատենք միասին։ Շնորհակալ եմ բոլորիդ, լավ մնացեք, բարի գիշեր ձեզ։